Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը կարող է նոր ազդակ հաղորդել տարածաշրջանի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանի խոսքով վերջին շրջանում երկու երկրների միջև ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները ևս նպաստում են Հայաստան-Ղազախստան գործակցության զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը և Երմեք Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևը ևս ընդգծել է, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը կարող է էապես ընդլայնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները։ Նա կարևոր է համարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և վերահաստատել Ղազախստանի աջակցությունը ինչպես թրիփ նախաձեռնությանը, այնպես էլ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծին։ Հայաստան-Ղազախստան գործակցության թեման շարունակվել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Ղազախ գործընկերոջ հանդիպման ընթացքում։ Արարատ Միրզոյանը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համատեղ ջանքերը կարող են նպաստել տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը։ Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային գործակցության ամրապնդմանը։ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր փոխանցման հարցի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, վերահաստատելով, որ Երևանը չի պատրաստվում որևէ քայլ անել Մոսկվայի թիկունքում։ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ, ինչ կարող է նրանց հետաքրքրել։ Սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում եւ գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, խոշոր դերակատարներից է, մասնավորապես Չինաստանից եւ դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով Եվ Ղազախստանի մեր գործընկերները այդ հարցը մենք նաև իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են հասկանալ առավել առարկայական, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում եւ ինչպես է դա անդրադառնալու եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար եւ այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չի ակնհայտորեն որ հետաքրքրված է բազմաթիվ երկրներ հետաքրքրված են եւ մենք այսինքն հրապարակային process է գնում եւ մենք չենք պատրաստվում բնականաբար թաքցնել մեր գործընկերներից եւ բնականաբար մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար։ Փաշինյանը լրագրողների հետ այլ թեմաներից էլ է խոսել, բայց ամենաուշագրավ հայտարարություններից մեկը վերաբերում էր Ռուսաստանի նախագահի հետ սպասվող հանդիպմանը։ Փաշինյանը վստահեցրել է, որ ապրիլի 1-ին կայացած հանդիպումը ամենևին էլ վերջինը չէր։ Նա մտադիր է ընտրությունից հետո հունիսի երկրորդ կեսին նորից տեսնել Ռուսաստանի նախագահին, հավանաբար ակնարկելով, որ այդ ժամանակ հենց ինքն է լինելու Հայաստանի վարչապետը։ Ինչ է փոխվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ինչ կլինի գազի գնի հետ եւ ինչպես է իշխանությունը պատկերացնում նոր սահմանադրության ընդլայնումը ռեպորտաժում։
Հինգշաբթի կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը վերածվեց մի ամբողջական քաղաքական օրակարգի ամփոփման, Սփյուռքից եկող ներդրումներից մինչև Մոսկվայի հետ հարաբերություններ, գազի գին ու սահմանադրություն։ Նախ ներդրումների մասին վերջին տարիներին Սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում, ընդգծում է Փաշինյանը, բայց մի կարևոր բայց կա։ Եվ այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսալ, ընդհանրապես Սփյուռքի մարդու մարդկանց հետ ոչ մի կապ չունեն, այսինքն ինչ որ գրասենյակներ կան, խմբեր կան, ովքեր ակումբներ կան, ովքեր տենց իրանց վերապահում են Սփյուռքի անունից խոսալ։ Ընդհանրապես ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ այդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն, իրանք Սփյուռքից են անհերքելիորեն, բայց իրանք Սփյուռքը չեն։ Բայց միաժամանակ հստակ գիծ է քաշում Սփյուռքի որոշ շրջանակներ իր ձևակերպմամբ լուսանցքային են եւ էական ազդեցություն չունեն։ Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի կոշտ ու ավելի քիչ գործ է ունենալու եւ ի վերջո ընդհանրապես գործ չի ունենալու։ Ոչ ոք ամբողջ Սփյուռքի անունով չի խոսում, Սփյուռքը ուրեմն դարբեր շերտեր ունի, դարբեր շրջանակներ, դարբեր գառույցներ եւ դա հասկանալի է, բայց դաշնակցությունը շատ էական թերագադարություն է ունեցել Սփյուռքի գազམ་ագերբությունների համախմբման առումով։ Շարունակելով արտաքին քաղաքականության թեման, Մոսկվայից վերջերս վերադարձած երկրի ղեկավարը պատրաստվում է հունիսի երկրորդ կեսին կրկին հանդիպել Պուտինի հետ։ Նրա խոսքով ներկայում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ինքն այդ process-ը գնահատում է դրական։ Ավելին, շեշտում է, թե բարեկամական երկխոսությունից դուրս չեն գալու եւ շարունակելու են այդ ճանապարհով։ Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ռուսական կողմի վերբալ հակազդեցությունը կարծեք թե ստիպել է իշխանություններին այս փուլում գոնե թե նախընտրական ժամանակահատվածում գնալու հռետորաբանության մեղմացման։ Իհարկե ասել, որ սա կվերածվի արտաքին քաղաքական գծի, ես չէի շտապի, ընդհակառակը կարծում եմ սա ոչ թե արտաքին քաղաքականության մասին է, այլ սա ներքին քաղաքականության մասին է եւ լիովին տեղավորվում է նախընտրական հռետորաբանության մեջ։ Լրագրողների ուշադրության կենտրոնում նաև ռուսական գազի գնի հնարավոր թանկացումներ։ Ինչ կանի Հայաստանը այդ դեպքում։ Փաշինյանը մեկ պատասխան ունի։ Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե։ Իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ելի ուզում եմ ասել, որ ամեն դեպք պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել։ Վերջերս հատկապես Հայաստանում շատ են խոսում տնտեսական փոխկապակցվածության եւ այլնի մասին, իբրև թե սա լուրջ քաղաքական լծակ է, որպեսզի չլինի երկրների միջև հակամարտություններ եւ այլն, սա լավագույն ապացույցն է, որ տնտեսական եւ էներգետիկ փոխկապակցվածությունը ոչ միայն տալիս է անվտանգության երաշխիքներ, այլ ընդհակառակը ստեղծում է լրացուցիչ ռիսկեր։ Սա այդ ռիսկերից մեկն է, որ դոմինանտ պետությունը ունի լծակներ քո վրա ազդելու։ Սա իրական լծակ է եւ այդ լծակը այս կամ այն պարագայում բնականաբար կկիրառվի։ Խոսելով սահմանադրության ու ներքաղաքական հարցերի մասին, Փաշինյանն ասում է, որ սահմանադրությունն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է։ Նա բացառում է նոր սահմանադրություն ընդունելու որևէ այլ հնարավորություն։ Միաժամանակ անդրադարձել է նաև գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ իր հայտարարությանը, պնդելով, որ այնտեղ որևէ սպառնալիք չի եղել։ Կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու
եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Եվ վերջում պատասխանելով լրագրողի հարցին, որ եթե չընտրվի վարչապետ, որտեղ է հայտնվելու բանդում, Փաշինյանը պատասխանել է, որ իր կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել է եւ իրեն ոչ մի բանով չեն զարմացնի։ Իսկ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP նախաձեռնությանը։ Armenpress-ի հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ ծրագիրը շարունակում է մնալ Վաշինգտոնի առաջնահերթություններից մեկը՝ տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցությունը խթանելու նպատակով։ Մայրաթոռը կոշտ հայտարարությամբ մեղադրել է իշխող ուժին հակաեկեղեցական քաղաքականության համար, շեշտելով, որ վերջին գործողություններն ու նախընտրական խոստումները մեկ անգամ ևս ցույց են տալիս իշխանության ամբողջ հակաեկեղեցական հայեցակարգը։ Կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման եւ կաթողիկոսական նոր ընտրության անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով եւս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ամբողջեությունը եւ նպատակը։ Նախընտրական փուլն արդեն ակտիվանում է։ Երեք տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը, որի ընթացքում ներկայացվել է առաջարկ Հայաստանին ծրագիրը եւ հաստատվել կուսակցության նախընտրական ցուցակը։ Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է. Գագիկ Ծառուկյան, Լիաննա Մանուկյան, Հրաչյա Ռոստոմյան, Արման Աբովյան, Միքայել Մելքումյան, Իվետ Ատոնոյան, Գևորգ Ստեփանյան, Վահե Հովանիսյան, Էլինար Վարդանյան, Սուրեն Սուրենյանց, Մարտուն Գրիգորյան, Մետաքսիա Բաբայան, Արմեն Մանուկյան, Արա Այվազյան, Լուիզա Սարգսյան, Անդրանիկ Թևանյան։ Իսկ ով է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Մարտուն Գրիգորյանի եւ Անդրանիկ Թևանյանի թեկնածությունները բացառված են, այդպես էլ չբացահայտելով իր գլխավորած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուի անունը։ Երբ որ գա ժամանակը անպայման կլսեք։ Շուտ ընտրությունից հետո։ Իսկ համագումարի մեկնարկին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը վարչապետի թեկնածու չի լինելու եւ բացառել է գործակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ես այսօր ասում եմ, որպես Գագիկ Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ-որ ներկայացներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել են, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարող պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Այս սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու։ Ես չկամ։ Ուրեմն ձեզ ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացու իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի։ Մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կլինի այսօր անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք։ Վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է։ Ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանու հետ, նա էլ կլինի։ Հնարավոր է, որ ես խորհրդարան չմտնեմ, այո, շատ հնարավոր է։ Հաղթանակի դեպքում դուք եք լինելու վարչապետը, թե Ոչ, ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է անի։ Կուսակցությունը թիմը կուրե մի մարդու նման մեր բոլորի ուզածը, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, մեր մեջ կուղենք աշխարհում եք, որ աշխարհը մեզ հարգի։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն էլ ընդգծել է, որ իրենց թիմի առաջնահերթություններից մեկը երկրում երաշխավորված խաղաղության ապահովումն է։
Չարք Հայաստանին եւ պլատֆորմ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այո միշտ էլ պայքարել ենք, որ լինենք մեծամասնություն։ Դա նորմալ է, դա հասկանալի է, եթե քաղաքական ուժը չի ձգտում դառնալ մեծամասնություն, ապա դժվար է չէ՞ անվանել այդ քաղաքական ուժին քաղաքական ուժ։ Համենայն դեպս համոզված եմ, որ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, այսինքն գործընթացները, երբ որ ձևավորվում են ըստ էության մեծ միավորներ, իրենք բացի օգուտից ոչ մի այլ ազդեցություն չեն ունենա։ Ամենայն դեպս թույլ տվեք եւս մեկ անգամ հնչեցնել, որ մեզ համար ամենակարևորը դա երաշխավորված խաղաղության, այո, գիտեք, sense հատուկ եմ, երաշխավորված խաղաղություն, որովհետեւ կան մի զարմանս մարդիկ եւ ուժեր, ովքեր դեմ են այդ երաշխավորված խաղաղությանը, դե լավ, աստված իրանց չեմ ուզում ուրիշների մասին խոսել։ Ամենայն դեպս երաշխավորված խաղաղություն, սոցիալական արդարություն, հանրային համերաշխություն եւ ամենակարևորը ատելության մթնոլորտի վերացում։ Մինչ այդ իրենց նախընտրական ցուցակներն են արդեն հրապարակել նաև Հայաստան դաշինքն ու Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ի դեպ, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան, որտեղ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։ Երեկ տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի ու աջակիցների գործի վերաբերյալ դատական նիստը։ Դատարանն ավարտել է նախնական դատալուսումների փուլը, սկսվում են հիմնական դատալուսումները։ Բագրատ Սրբազանը կրկին պահանջել է, որ մեղադրող կողմի ներկայացրած ձայնագրությունները փորձաքննություն անցնեն։ Այդ շենքը ինքը չունի։ Հետևաբար բազմիցս երբ մենք խոսել ենք, թե ինչից պիտի սկսի սա, սկսում է հիմքերից։ Հիմքերը որոնք են, նախորդ անգամ մեր պաշտպանները հստակ կերպով ասացին, այն ձայնագրությունների թույլատրելիության սկիզբը, ինչ հիմքով են մարդիկ թույլտվություն ստացել իբր թե ձայնագրություններ անելու համար։ Սա ամենակարևորն է։ Միջազգային զարգացումներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ժամանակավոր զինադադար է հայտարարել։ Կրեմլի հաղորդմամբ Ռուսաստանի զինված ուժերը հրադադար են պահելու ապրիլի 11-ի ժամը 16-ից ապրիլի 12-ի օրվա ավարտը։ Մոսկվան ակնկալում է, որ Ուկրաինան ևս կհետևի այդ օրինակին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին։ Նա նշել է, որ երկիրը մտնում է Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլ եւ կոչ է արել քաղաքացիներին շարունակել աջակցել իշխանությանը նաեւ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Բայց լարվածությունը տարածաշրջանում չի նվազում։ Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանում Հեզբոլլահ շարժման արձակման կայաններին։ Լիբանանում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 254-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Երկրում սուգ է հայտարարված։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-ից 15, իսկ երեկոյան 4-ից 6 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։